Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք Աբու Դաբիում Զայեդ մրցանակ ստացաք, տեղեկություններ կան նաև այդ կազմակերպության կայքում, որ մրցանակ ստացողները ընդհանուր նաև 1 միլիոն ամերիկյան դոլարի մրցանակային ֆոնդ ունեն, արդյոք դուք ստացել եք այդ գումարը, թե ոչ, եւ քան որ այո ոչի հարցեր, մեկ այլ հարց է, Սամվել Կարապետյանի թիմը արդեն ձևավորեց կուսակցություն, հայտարարեցին, որ Սամվել Կարապետյանն է լինելու վարչապետի թեկնածուն, նրանք պատրաստվում են սահմանադրական փոփոխություններ անել ընտրություններից հետո, եթե մեծամասնություն ունենան եւ այնպես դարձնել սահմանադրությունը, որ պարոն Կարապետյանը կարողանա լինել վարչապետ, դուք սա ինչպես եք մեկնաբանում, որովհետեւ իրենք կարծում են, որ Հայաստանին կուշտ վարչապետ է պետք։ Զայեդ մրցանակը այո ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, բայց քանի որ գիտեք, որ կիսել ենք, այսինքն Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք, ենթադրվում է, որ մենք այսինքն 500,000 դոլարի մասին կլինի խոսքը, ընթացք կա, բայց դեռ գումարը չի փոխանցված, բայց վստահ եմ կփոխանցվի եւ ես մտածում եմ բնականաբար այդ գումարը ինչ հանրային կամ կարիքի եւ ինչ նպատակի է պետք ուղղել, մտածում եմ, երբ որ կլինի կոնկրետ որոշում, երևի առիթ կլինի կհայտնենք։